Օրեր առաջ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը անդրադառնալով Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կոնգրեսի փոխհարաբերություններին ասել էր. եթե ոչ բանակցություններ, ապա ակտիվ շփումներ ունենում ենք։ Լևոն Զուրաբյանի տեսակետը չեն կիսում ՀԱԿ որոշ անդամներ, իսկ նույն քաղաքական թիմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի խոսքերով բացառվում է, որ կոնգրեսը նախագահական ընտրություններում սատարի Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուին, համենայն դեպս կոնգրեսում նման հարց չի քննարկվել։ Հայ ազգային կոնգրեսը այդ հարցի վերաբերյալ որոշում որևէ չի կայացրել, այսինքն նման որոշում չկա, բայց ես բացառում եմ, որ կոնգրեսում կայացվի այդպիսի որոշում։ Կա արդյոք համագործակցություն քաղաքական երկու ուժերի միջև։ ԲՀԿ մամլոխոսնակը նշում է խորհրդարանում, այո, դրանից դուրս ԲՀԿ-ականները կոնգրեսի հետ համագործակցության որևէ ձևաչափ չեն քննարկել եւ չունեն։ Խորհրդարանական խմբակցությունները համագործակցում են։ Համագործակցում են նաեւ մեկը մյուսի հետ տարբեր այլ, այդ թվում մենք եւ այլ խմբակցություններ։ Դրանից դուրս ձևաչափ չեմ տեսնում, որի առնչությամբ կարող էին նման ջերմություն նկատել, ուղղակի չկա ձևաչափ, չկա ֆորմատ։ Հանդիպում են արդյոք ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդները, ինչ ընդհանուր հարց կարող են քննարկել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը։ Մեր այս հարցին կուսակցությունների մամլոխոսնակները տալիս են իրարամերժ պատասխաններ։ Կուսակցությունների առաջնորդները կարող են հանդիպել, կարող են եւ չհանդիպել, դա չէ էական, ասում է Բարգավաճ Հայաստան կուսակցության մամլոխոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Իսկ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին մեծ հետ զրույցում նշեց. Երկու կուսակցությունների առաջնորդները կարող են հանդիպել եւ հանդիպում են եւ պետք չէ այդ հանդիպումներից զարմանալ, որովհետեւ ես ասացի Գագիկ Ծառուկյանը ազգային անվտանգության խորհրդի անդամ է եւ բնական է, որ ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարն է, բնական է, որ կարող են լինել հանդիպումներ, կարող են հանդիպել, կարող են չհանդիպել, այդուհանդերձ մի հիմք կա, մի ֆունդամենտ կա քննարկման համար մեր մասով համենայն դեպս, ԲՀԿ-ի մասով եւ ԲՀԿ-ի ղեկավարի համար։ Դա այն պատվերն է, որը մեզ տվել է մեր ընտրողը։ Իրենց հնարավոր համագործակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ չեն թաքցնում նաև Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները։ Ավելին մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն օրեր առաջ Ռաֆի Հովհաննիսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին եւ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել 2013 թվականին կանալիք նախագահական ընտրությունների հետ կապված։ Ժառանգության մամլոխոսնակը ոչ հերկեց, ոչ էլ հաստատեց այդ տեղեկությունը։ Ռաֆի Հովհաննիսյանը ասել էր, որ մեր դուրը բաց է ցանկացած քաղաքական ուժի համար եւ համագործակցություն եւ քննարկումները մենք տեսնում ենք շատ լայն սպեկտրով, բայց կոնկրետ ձեր նշած քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ նման կարգի բանակցություններ չեն եղել կամ ամենայն դեպս ես տեղյակ չեմ դրանից, եթե նույնիսկ եղել են։ Իսկ պատրաստ է արդյոք ՀՀԿ-ն համագործակցել ՀԱԿ-ի հետ։ Մեր այս հարցին կուսակցության մամլոխոսնակը պատասխանեց. հանրապետականները ժամանակին կոնգրեսի հետ երկխոսել են եւ դարձյալ պատրաստ են համագործակցության։ Միևնույն ժամանակ ըստ Էդուարդ Շարմազանովի ՀԱԿ-ը իր մայրամուտն է ապրում եւ սպասում է այս կամ այն քաղաքական ուժի առաջարկին։ Նման հայտարարություններով եւ նման գործունեությամբ ցույց են տալիս հասարակությանը, որ աստիճանաբար մոտենում է իրենց քաղաքական կարիերայի մայրամուտը։ Քաղաքական դաշտում առկա այս խառնաշփոթը սկզբունքներով եւ գաղափարներով միմյանց հետ որևէ կերպ ընդհանուր եզրեր չունեցող ուժերի, այսպես ասած համագործակցային տրամադրությունները խոսում են քաղաքական ուժերի լճացման մասին։ Ակնհայտ է հետեւյալը հասարակության թիկունքում գործարքի հասունանում կամ քաղաքական առևտուր է տեղի ունենում։ Իսկ թե դրանից ինչ օգուտ հայ հասարակությանը ընտրողին, ում կարծիքը որևէ մեկը չի էլ հարցնում։ Այսօր այս քաղաքացու վստահության քվեն ստացած ուժերը զբաղված են հարմար դիրքավորվելով փետրվարյան ընտրությունների նախաշեմին։ Փայլակ Ֆարադյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։